Ղևտացիների գիրք, գլուխ 13, Բորոտության վերաբերյալ օրենքներ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ասելով. Եթե որևէ մեկի մաշկի վրա ուռուցք գոյանա, կամ քոս կամ բշտիկ լինի, եւ նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտանշանի նմանվի, այն ժամանակ նա Ահարոն քահանայի կամ նրա որդիներից մեկի մոտ թող տարվի, եւ քահանան նայի մարմնի մաշկի վրա եղած ախտին, եւ եթե այդ ախտի մեջ եղած մազերը սպիտակած են, եւ ախտը մարմնի մաշկի մեջ խորացած է երևում, դա բորոտության ախտ է, եւ քահանան պետք է նայի նրան, եւ նրան անմաքուր հայտարարի։ Իսկ եթե նրա մարմնի մաշկի մեջ բշտիկը սպիտակ է, եւ մաշկի մեջ խորացած չի երևում, եւ մազն էլ սպիտակած չէ, այդ դեպքում քահանան պետք է 7 օր արգելքի տակ պահի ախտակրին, եւ քահանան 7-րդ օրը նայի նրան, եւ եթե ախտը նույն ձևով մնացել է եւ չի տարածվել մաշկի վրա, այն ժամանակ քահանան եւս 7 օր նրան պետք է արգելքի տակ պահի, եւ քահանան 7-րդ օրը նորից պետք է նայի նրան, եւ եթե ախտը սպիտակած լինի, մաշկի վրա տարածված չլինի, քահանան նրան մաքուր թող հայտարարի, դա քոս է, նա թող իր հագուստը լվանա եւ արդեն մաքուր է, բայց եթե քոսը տարածվելու լինի մաշկի վրա, դրա մաքրվելու համար քահանայի նայելուց հետո պետք է նորից գա քահանայի մոտ, եւ եթե քահանան տեսնի, որ քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան նրան անմաքուր պետք է հայտարարի, դա բորոտություն է, երբ մարդու վրա բորոտության ախտ կա, նա պետք է քահանայի մոտ տարվի, քահանան պետք է նայի, եւ եթե մաշկի սպիտակ ուռուցք կա, եւ եթե մազը սպիտակել է, եւ ուռուցքի մեջ կենդանի միս կա, սա նրա մարմնի մաշկի մեջ հնացած բորոտության նշան է, եւ քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի, նրան արգելքի տակ չպահի, որովհետեւ նա անմաքուր է, եւ եթե բորոտությունը տարածվել է մաշկի մեջ, եւ ախտակրի ամբողջ մաշկը գլխից մինչև ոտները, այսինքն բոլոր այն տեղերը, որ քահանան տեսնում է, պատել է բորոտությունը, եւ քահանան տեսնում է, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, այդ դեպքում ախտակրին թող մաքուր հայտարարի, եթե նա ամբողջապես սպիտակի է փոխվել, ուրեմն մաքուր է, բայց երբ նրա վրա կենդանի միս նկատվի, նա անմաքուր կլինի, եւ քահանան տեսնելով կենդանի միսը, նրան պետք է անմաքուր հայտարարի, դա բորոտություն է, իսկ եթե կենդանի միսն էլ սպիտակի, այն ժամանակ պետք է քահանայի մոտ գնա, եւ քահանան պետք է տեսնի նրան, եւ եթե ախտը սպիտակի է փոխվել, այդ դեպքում քահանան պետք է ախտակրին մաքուր հայտարարի, նա մաքուր է, եթե մարմնի մաշկի մեջ պալար լինի եւ առողջանա, ապա պալարի տեղն սպիտակ ուռուցք կամ փոքր ինչ կարմրած սպիտակ բշտիկ լինի, նա պետք է քահանայի մոտ գա, եւ երբ քահանան տեսնի, որ այն մաշկի մեջ խորացել է, եւ եթե մազը սպիտակի է փոխվել, քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի, դա բորոտության ախտ է, որ պալարից է տարածվել, իսկ եթե քահանան տեսնի, որ սպիտակ մաշկ չկա դրա մեջ եւ մաշկի մեջ չի խորացել, այլ սպիացել է, այդ դեպքում քահանան 7 օր արգելքի տակ պետք է պահի նրան, եւ եթե մաշկի մեջ տարածվի, այդ դեպքում քահանան նրան անմաքուր պետք է հայտարարի, դա ախտ է, բայց եթե բշտիկն իր տեղում մնացել է, չի տարածվել, դա պալարի սպին է, եւ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, իսկ եթե մարմնի մաշկում կրակի այրուծք լինի, եւ կրակի այրուծքը փոքր ինչ կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ լինի, քահանան նրան նայի եւ եթե բշտիկի միջի մազը սպիտակած է եւ մաշկի մեջ խորացած է երևում, դա բորոտություն է, այրվածքից տարածված, եւ քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի, դա բորոտության ախտ է, բայց եթե քահանան նայի ու տեսնի, որ բշտիկի մեջ սպիտակ մաշկ չկա եւ մաշկի մեջ խորացած չէ, սպիացել է, այդ դեպքում քահանան թող 7 օր արգելքի տակ պահի նրան, եւ 7-րդ օրը քահանան թող նայի նրան, եթե մաշկի մեջ տարածվել է, քահանան նրան անմաքուր թող հայտարարի, դա բորոտության ախտ է, իսկ եթե բշտիկը մնացել է ինչպես որ կար, մաշկի մեջ չի տարածվել, այլ սպիացել է, դա այրվածքի ուռուցքն է, եւ քահանան նրան թող մաքուր հայտարարի, որովհետեւ դա այրուցքի սպին է, եթե մի տղամարդու կամ կնոջ գլխին կամ ծնոտին ախտ լինի, քահանան պետք է տեսնի այդ ախտը, եւ եթե մաշկի մեջ խորացած երևա եւ դրա մեջ բարակ դեղին մազ լինի, այդ դեպքում քահանան նրան թող անմաքուր հայտարարի, դա գոնջություն է, գլխի կամ ծնոտի բորոտություն, եթե քահանան տեսնի գոնջության ախտը, որ մաշկի մեջ խորացած չի երևում եւ նրա մեջ սև մաշ չկա, այն ժամանակ քահանան գոնջությամբ հիվանդացածին թող 7 օր արգելքի տակ պահի, եւ 7-րդ օրը քահանան նայի ախտակրին, եւ եթե գոնջությունը չի տարածվել
եւ դրա մեջ դեղին մաշ չկա եւ գոնջությունը մաշկի մեջ խորացած չի երևում, թող ածիլվի, բայց գոնջության մասը չածիլի եւ քահանան կրկին 7 օր արգելքի տակ թող պահի գոնջություն ունեցողին եւ 7-րդ օրը քահանան թող նայի գոնջություն ունեցողին եւ եթե գոնջությունը մաշկի մեջ չի տարածվել եւ մաշկի տակ խորացած չի երևում, այդ դեպքում քահանան նրան թող մաքուր հայտարարի եւ նա իր հագուստը թող լվանա եւ մաքուր լինի, բայց եթե իր մաքրվելուց հետո գոնջությունը տարածվի մաշկի մեջ, քահանան նայի նրան եւ եթե գոնջությունը մաշկի մեջ տարածվել է, այդ դեպքում քահանան թող դեղին մաշ չորոնի, նա անմաքուր է, բայց եթե գոնջությունը մնա այնպես, ինչպես որ կար եւ դրա մեջ սև մաս բուսած լինի, գոնջությունը բժշկված է, նա մաքուր է եւ քահանան նրան մաքուր թող հայտարարի եւ եթե մի տղամարդ կամ կին իր մաշկի վրա ախտանշան, այսինքն սպիտակ ախտանշան ունենա, թող քահանան նայի եւ եթե դրանց մարմնի մաշկի մեջ եղած ախտանշաններն սպիացած ու սպիտակ լինեն, դա մաշկի մեջ գոյացած պիսակ է, դա մաքուր է, եթե մարդու գլխի մազը թափվի, նա կունտ է, բայց մաքուր է, եթե նրա երեսի կողմից թափվեն նրա գլխի մազերը, դա ճաղատ է, բայց մաքուր է, բայց եթե կունտության կամ ճաղատության մեջ փոքր-ինչ կարմրավուն սպիտակ վերք լինի, դա նրա կունտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է, այդ դեպքում քահանան թող նայի նրան եւ եթե նրա կունտության կամ ճաղատության մեջ եղած ուռուցքը փոքր-ինչ կարմրավուն սպիտակ լինի, մարմնի մաշկի մեջ եղած բորոտության պես, այդ մարդը բորոտ է, անմաքուր է, քահանան նրան անպայման թող անմաքուր հայտարարի, նրա ախտը նրա գլխին է, ախտ ունեցող բորոտի հանդերձանքը պատառոտված պետք է լինի, նրա գլուխը մերկ եւ նրա շրթունքը պետք է ծածկված լինեն եւ անմաքուր պետք է կանչի, բոլոր օրերում, որ ախտը նրա վրա է, անմաքուր պիտի լինի, նա անմաքուր է, մենակ պետք է բնակվի, նրա բնակավայրը բանակից դուրս պետք է լինի, իսկ այն զգեստները, որի մեջ բորոտության ախտ կա, բրդից լինի, թե քաթանից, քաթանեղենի կամ բրդեղենի հենքի կամ թեզանքի կամ մորթուց շինած ամեն ինչի մեջ, այսինքն եթե հագուստի կամ մորթու մեջ, կամ հենքի կամ թեզանքի մեջ, կամ մորթուց պատրաստված որևէ բանի մեջ փոքր-ինչ կանաչ կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է եւ քահանայի մոտ պետք է գնա, քահանան թող նայի նրա ախտին եւ 7 օր արգելքի տակ պահի ախտավոր բանը, 7-րդ օրը թող նայի ախտավոր բանին, եթե ախտանշանը տարածվել է հագուստի մեջ, կամ հենքի կամ թեզանիքի մեջ, կամ մաշկի մեջ եւ կամ գործածության համար մորթուց պատրաստված որևէ բանի մեջ, այս ախտը բորբոքված բորոտություն է, անմաքուր է, այն ժամանակ նա թող այրի բրդեղեն կամ քաթանեղեն հագուստը, կամ հենքը, կամ թեզանիքը, կամ մորթուց պատրաստված ամեն ինչը, որի մեջ այդ ախտը կա, որովհետև բորբոքված բորոտությունն է դա, կրակով պետք է այրվի, իսկ եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի մեջ, կամ հենքի, կամ թեզանիքի մեջ, կամ մորթուց պատրաստված որևէ բանի մեջ, այդ դեպքում քահանան թող հրամայի, որ այդ ախտահար բանը լվանան եւ կրկին 7 օր արգելքի տակ պահի դա, եւ ախտահար բանը լվացվելուց հետո քահանան թող տեսնի, եթե ախտն իր տեսքը չի փոխել եւ ախտը չի տարածվել, դա անմաքուր է, կրակով պետք է այրել այն, նրա աստառին կամ երեսին փտածություն կա, իսկ եթե քահանան տեսնի, որ նրա լվացվելուց հետո ախտը կարծես մթագնել է, այդ ժամանակ պատռի նրա հագուստից կամ մորթուց, կամ հենքից կամ թեզանիքից, եւ եթե այդ հագուստի մեջ կամ հենքի մեջ, կամ թեզանիքում, կամ մորթուց շինված որևէ բանի մեջ նորից երևալու լինի, դա տարածվող բորոտություն է, ախտակիր բանը կրակով պետք է այրես, եւ այդ հագուստը կամ թեզանիքը, կամ մորթուց պատրաստված ամեն մի բան, որ լվացվելուց հետո ախտը նրանից գնացել է, նորից պետք է լվացվի եւ մաքուր կլինի, ահա այս է բրդյա կամ քաթանե հագուստի մեջ, կամ հենքի կամ թեզանիքի մեջ, կամ մորթուց պատրաստված որևէ բանի մեջ երևացած բորոտության ախտի օրենքը, այն մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար։